Նույն բեմում 17 տարի անց Արման Հովհաննիսյանի հայաստանյան մեծ մենահամերգի վերջին փորձերն են մարզահամերգայինում։ Առաջինից մինչև վերջին երկ արտիստն ու իր հյուրերը փորձում են մեկ առ մեկ։ Վաղն է երկրպագուների ու երգչի շատ սպասված հանդիպման օրը։ Միայն ժամի հետ զրույցն է Արման Հովհաննիսյանին մի քանի րոպեով կտրում փորձերից, հույզերն ու զգացածն ասում է բառերով աննկարագրելի է, ու նաև անհամբերություն կա։ Ամենակարևոր սնունդը երաժշտական եւ ամենակարևոր երգչին այդ ամենակարևոր հիմքը դա մեր հայրենիքն է։ Անկեղծ եմ ասում, հայրենիքից է սնվում դու։ Երաժշտությունը ստեղծագործել է, այդ էներգետիկան հայրենիքից է գալիս։ Հայաստանի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը կրկնապատկում է պատասխանատվությունը, մեր երկրի վաստակավոր արտիստն է հավելում, թեպետ աշխարհի յուրաքանչյուր անկյունում հանդիսատեսի սերը երջանկություն է անչափելի։ Յուրահատուկ հանդիսատեսի շնորհիվ ես նաև 17 տարի հետո գտնվում եմ նույն սրահում, ուղղակի հպարտ եմ, ուղղակի խոնարհվում եմ իմ շատ սիրելի հանդիսատեսի առջև։ Երաժշտական հրավառություն է լինելու մեր հայրենիքի ամենակարևոր բեմում, մայստրո Ռուբեն Մաթևոսյանն է վստահ։ իր Արմանի կողքին վաղը կլինի բեմում, հիմա փորձերին նաև որպես հպարտ ուսուցիչ է նրան հետևում։ Մենք միասին պետք է երկենք բարի արագելը, նայեն խոսք կա։ Իմ տան մոտ ապրիր Բարդու կատարին եւ նրա տունը այստեղ է Երևանում Բարդու կատարին, նրա համար էլ մեծ պատիվ է, որ այդքան հանդիսատես պետք է ներկա լինեն եւ ինքը ներկայացնի իր հայրենիքի գեղեցիկ երգերը։ Երգեր, որոնք սիրված են անպակաս մեր փլեյլիսթերից, համերգին հանդիսատեսն անակնկալներ էլ կունենա։ Հրաշալի առիթ է, որպեսզի Երևանում եւս մեկ անգամ ապացուցվի, որ թե ժողովրդական երգը, թե այսօրվա երգը, թե քաղաքային ֆոլկլոր հասկացողությունը դա ուժ է, որին տիրապետում է Արման Մանուկի Հովհաննիսյան։ Արժանի մարդա, որպեսզի ունենա այսպիսի համերգներ, լեփ-լեցուն դահլիճով, որպեսզի մեր հանդիսատեսը մաքսիմալ իր սերը փոխանցի Արմանին եւ իր երգերին, որովհետեւ Արմանը երկար տարիների պատմություն ունի երգարվեստում եւ ներկայացնում է հրաշալի երգեր, հայեցի երգեր, որը շատ կարևոր է եւ ինձ համար եւ ընդհանրապես մեր բոլորի համար։ Երևանյան այս մենահամերգն ի դեպ վաղուց էր Արման Հովհաննիսյանի ծրագրերում, սակայն հայտնի հանգամանքները հետաձգեցին դրա իրականացումը։ Հաջորդում է Մոսկվայի մենահամերգին, որ բոլորը խոսքները մեկ արած են նշում, կայացավ հնարավոր ու անհնար լավագույն տարբերակով։ Ասեմ, որ Արման այն երաժիշտներից է, այն երգիչներից է, ում կարիք չկա բեմում որևէ ավելորդ բաներով լրացնել։ Նրա երգացանկը, նրա հետաքրքիր երգերը, նրա սիրված երգերը արդեն իսկ տեղ չեն թողնում, որպեսզի դու ավելորդ ինչ-որ լրացումներ անես։ Սա ուղղակի լավ երեկո է։ Մարզահամերգայինում կլինի մի տրամադրություն, որը միայն Արման Հովհաննիսյանը կարող է փոխանցել, երգչի ընկերներն են վստահեցնում։ Սիրառատ երեկո, այնպես ինչպիսինն են հենց Արմանի երգերը։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։